Մաքուր միջավայր ծրագրի հեղինակներն ու նրանց համախոհներն այսօր երկրորդ անգամ են երթ կազմակերպել, որը մեկնարկեց համար 12 դպրոցից։ Այսօր նրանք ոչ միայն քաղաքը մաքուր պահելու կոչեր հնչեցին, այլև սեփական օրինակով համաքաղաքացիներին ցույց տվեցին մաքուր միջավայրում ապրելու իրենց ձգտումը։ Մենք ցանկանում ենք ապրել ավելի առողջ միջավայրում, քանի որ մեր նշանաբանն է առողջ միջավայրում առողջ հասարակություն։ Մենք երեքով տեսնելով մեր քաղաքի կեղտոտ վիճակը, մենք որոշեցինք, որ ավելի լավ է մենք ապրենք ինքներս էլ կարող ենք մաքրել եւ կարող ենք ապրել ավելի առողջ միջավայրում։ Ծրագիրը նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին եւ մենք մեծ ցանկություն ունենք, որ անկախության տոնը դիմավորենք մաքուր քաղաքում։ Ռոզա տատը տեսնելով երեխաների պատրաստակամությունը քաղաքը մաքուր պահելու հարցում իր մտահոգությունը հայտնեց։ Նա կարծում է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար նրանց աջակցել է պետք։ Ես խնդրում եմ, եթե երեխաներին բերում եք շաբաթօրյա, ես ինքս էլ կգամ կօգնեմ, բայց երեխան ցենց քայլ կմա, խորումա, ձեռքերով, թե չի կարելի գործիք տաբեք աշխատել, մեղքը չեն, յա պետք է, խնունգա պետք է, ականդազա պետք է, ամեն բանը։ Նախաձեռնության հեղինակները Անին, Մանեն ու Ռուզանը կարծում են, որ իրենց կհաջողվի մարդկանց անտարբերությանը հաղթել եւ ի վերջո հասնել նրան, որ սեփական քաղաքը մաքուր տեսնելու ցանկություն բոլորն ունենան։ Քաղաքի աղտոտման միակ մեղավորները բնակիչներն են։ Յուրաքանչյուրը եթե մտածի, որ ինքը իր փոքր ներդրումով աղտոտում է, սենց ասեմ, ապա կարա դրան խոչընդոտի ու քաղաքը հաստատ գիտենք կմաքրվի։ Մարդիկ եղել են, որ ասենք մտածել են, որ եթե մենք երթանում ենք, դրանով չի մաքրվում մեր քաղաքը, իսկ հիմա մենք մեր գործով ապացուցում ենք, որ ոչ միայն երթ ենք անում, այլ նաև մաքրում ենք։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են իրենց այս ծրագիրը շարունակական դարձնել։ Դե ով իր քաղաքը սիրում է, նա էլ անշահախնդիր ինչ-որ գործ կանի, որպեսզի քաղաքը մաքուր լինի։ Արմանուշ Նիազյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։